Ողջույն, ձեր հետ կրկին ես եմ Գորը եւ այսօր մենք անելու ենք ամանորյա հարց ու պատասխան։ Թե ինչ, ձեզ շատ չեմ սպասեցնում։ Այնպես որ գնացինք։ Ուրեմն ես իմ Instagram-ում հայտարարել էի հարցեր, որ գրեք։ Հավաքվել էր 200-ից ավել հարց, բայց դե բնականաբար այդ 200 հարցին անհնար կլինի պատասխանել 10 րոպեանոց վիդեոյում։ Այնպես որ ես դրանցից ընտրել եմ մոտ ավրապես 25-ից 30 հատ։ Ուրեմն գնում ենք, մեզ դնում ենք տաք չայեր, քանի որ այս ցուրտ եղանակին միայն սա է մեզ օգնում։ Քանի որ մեր հարց ու պատասխանը ամանորյա է, չենք մոռանում ամանորյա գլխարկի մասին։ Վերջ։ Եվ սկսենք։ Եվ այսպես առաջին հարցը։ Սպորտով զբաղվում ես։ Շատ կուզեի ասեի, որ հա, բայց չէ, ես սպորտով չեմ զբաղվում, բայց ոչ շատ հաճախականությամբ, հաճախում եմ մեկ-մեկ ջիմ, բայց տանը առօրյա պարապում եմ։ Հաջորդ հարցը։ Ինչն է քեզ մոտիվացնում։ Եկեք մի պատմեմ։ Ուրեմն, մտածեցի, ինձ մոտիվացնում եք հենց դուք, այո, հենց դուք, ձեր աջակցությամբ, ձեր այդ լավ կոմենտները, ձեր լայքերը, ձեր բաժանորդագրությունները այն ինձ շատ ուժեղ մոտիվացնում են ու ես դրային շատ ոգևորվում եմ ու սկսում եմ ձեր համար ավելի շատ կոնտենտ նկարել, որպեսզի ձեր դուր ավելի շատ գա, այնպես որ ինձ մոտիվացնում եք հենց դուք։ Ինչքան ես սիրում Դանին։ Դանին շատ եմ սիրում, անսահման շատ եմ սիրում Դանին։ Դանին իմ կյանքի մեծ մասն է, առանց իրա իմ կյանքը տխուր է, իմ որ ինքը այդ օրը տանը չի, իմ օրը տխուր է։ Այո, Դանի հումորները, Դանի շատախոսությունը, Դանի էներգիան։ Մի խոսքով ես Դանին սիրում եմ շատ։ Ինչ կենդանի ես սիրում ամենաշատը։ Դիտեք այս նկարը և գուշակեք մեկ անգամից։ Այո, ես սիրում եմ շուն։ Դպրոցն ավարտել ես, թե դեռ սովորում ես։ Հետաքրքիր հարց։ 2025 թվականի մայիսին ես իմ դպրոցը ավարտել եմ, այնուհետև մենք տեղափոխվել ենք Երևան և սեպտեմբերից ես հաճախում եմ Երևան քոլեջ։ Անունը չի Երևան քոլեջ, էլի, Երևանում քոլեջ։ Այսինքն ես արդեն ուսանող եմ և այսինքն դրանից հետևություն, որ դպրոցն ավարտել եմ, այո։ Բայց հիմա ուսանողական կյանքը ավելի բարդ, մանավանդ սեպտեմբերից հաջորդները։ Մի խոսքով անցանք առաջին շրջանում։ Ռիսկ անել թե սպասել։ Չէ, քանի որ ես անհամբեր եմ, ես միանգամից կասեմ։ Ռիսկ անել։ Ինչ կասես հիմա քո բաժանորդին։ Իմ շատ սիրելի բաժանորդ, ես քեզ շատ եմ սիրում։ Ես քեզ շնորհակալ եմ, որ դու հենց իմ ալիքի հետևորդն ես ու ինձ աջակցում ես ամեն հարցով։ Քո վիդեոները մենակ ես նկարում, թե օգնող մարդիկ ունես։ Ոչ, սիրելիներս, իմ վիդեոների մեծ մասը հիմնականում ես նկարում եմ միայնակ, ես ինքս մոնտաժում եմ, ես ինքս դիզայն եմ անում, ես ինքս իմ օպերատորն եմ, այս պահին էլ ես օպերատոր չունեմ, սենյակում ոչ մեկ չկա, ես ինքնուրույն, ես ինքս ինձ հետ ազատ։ Մի խոսքով, ճիշտ է իմ ընտանիքը ինձ որոշ հարցերում օգնում է, բայց հիմնական մասը ես եմ անում։ Երբևէ ամաչել ես քո երազանքից։ Ոչ, սիրելիներս, երբեք մի ամաչեք ձեր երազանքից։ Երազանքից ամաչելու իմաստ չկա, որովհետև ամեն մարդ ունի տարբեր երազանքներ, ամեն մարդ կյանքը տեսնում է տարբեր ձևով, դրանից հետևություն, որ պետք չի ամաչել ձեր երազանքից։ Երբևէ քեզ ատել ես, իհարկե ոչ, ես ինքնասիրահարված եմ, եկեք սկսենք դրանից, այնպես որ չէ, անցենք առաջ։ Ում ես ամենաշատը կարոտում։ Տնի չասեմ,
հասնելու։ Չէ, լավ եկել հասել ենք ստեղ։ Ես էսա կասեմ։ Ուրեմն, ինչպես գիտեք, ես Լոռվա մարզի Ստեփանավան քաղաքից եմ։ Այո։ Ես այնտեղ ունեմ մի հատ ընկեր, ում ամենաշատն եմ կարոտում։ Հենց իրան, բայց դուք չգիտեք, չեք էլ իմանա դա ով է։ Որն է քո ամենամեծ նպատակը այս պահին։ Օй, սիրելիներս, իմ ամենամեծ նպատակը այս պահին դա հատել 1000 բաժանորդը եւ 2026-ը դիմավորել 1000 բաժանորդով։ Ինչպես տեսնում եք, այս տոկոսային հարաբերությամբ իմ վիդեոները նայողների մեծ մասը, շատ մեծ մասը, չեն հետևում իմ ալիքին, ինչը ինձ չի տանում իմ նպատակին, բայց չենք հուսահատվում, որովհետև կան նաև մարդիկ, ովքեր հետևում են ինձ, բաժանորդագրվում են։ Ասածս ինչ է, սիրելիներս, բաժանորդագրվեք, որպեսզի 2026-ը դիմավորենք 1000 բաժանորդով, ու 1000-ը դա փոքր թիվ չի, դա շատ մեծ թիվ է։ 1000 հոգանոց ընտանիք, պատկերացնում եք ինչ մեծ է դա։ Այո, մենք ընտանիք ենք միասին կազմում։ Իսկ 2026-ը ես կուզեմ, որ մենք դա դիմավորենք 1000 բաժանորդով։ Այնպես որ խնդրում եմ, եթե դեռ բաժանորդագրված չես իմ ալիքին, ապա բաժանորդագրվիր, որովհետև դա կօգնի իմ ալիքի առաջ խաղացմանը։ Եթե մի օր հայտնի դառնաս, ինչը չի փոխվի քո մեջ։ Եթե ես մի օր հայտնի լինեմ, իմ մեջ կմնա դեռ անկեղծությունը, ազնվությունը, չի փոխվի դրանք, հավատարմությունը, որովհետև դրանք այն կարևոր մարդու հատկանիշներն են, որը տարբերություն չկա դու որտեղ ես, դա պետք է միշտ պահես։ Ընկերներիդ քանակը շատ է, թե քիչ։ Իմ ընկերների քանակը շատ քիչ է, բայց ես իմ կողքը պահում եմ նենց մարդկանց, ովքեր արժանի են ինձ, ես արժանի եմ նրանց։ Այնպես որ ինձ թվում է շատ մունքի չկապ չունի, կարևորը դու ինքդ գիտակցես, որ դու շրջապատված ես լավ մարդկանցով ու հենց այդպես էլ առաջ գնաս։ Ով է քեզ ամենաշատը հավատացել։ Ինձ ամենաշատը հավատացել է իմ ընտանիքը, այո։ Իմ ընտանիքը ինձ ամեն հարցում օգնում է, աջակցում է, հավատում է ինձ, հավատում է իմ ուժերին ու միշտ իրանք են էլի։ Ու այնպես որ իմ ընտանիքը։ Արդյոք վստահում ես մարդկանց։ Վստահում եմ ոչ բոլորին։ Իմ ընկերներին, անծանոթներին բացարձակ չեմ վստահում։ Մեկ էլ վստահում եմ ձեզ իմ շատ սիրելի բաժանորդներ, դե որտեվ ես ձեզ բոլորիդ գիտեմ ու դուք իմ բաժանորդն եք, հետևաբար ես ձեզ եմ վստահում։ Ինչ կասեիր հեյթերներին։ Օй, այսա կասեի։ Հարգելի հեյթերներ, ինչքան էլ դուք հեյթեք մեզ բլոգերներիս, մեկ ամենք առաջ ենք շարժվելու։ Եթե ձեզ դուր չի գալիս ինչ-որ տեսանյութ, ինչ-որ բան այդտեղ, ապա չեմ կարծում, որ կարիք կա մտնել կոմենտներ ու վարկաբեկել ինչ-որ մարդու։ Դա չի կարելի։ Եթե ձեզ ինչ-որ բան դուրս չի գալի այդ վիդեոն, ապա կարող եք ուղղակի թերթել և անցնել։ Ինչու այդքան էլ դժվար չէ։ Ոչ թե կոմենտներում ուղղակի նենց անեք, որ այդ մարդուն կոտրեք։ Քանի ժամ ես քնում։ Օй, ես շատ քնկոտ եմ։ Ինձ ընտանիքում ասում են արջ։ Ես քնում եմ 11-ից 12 ժամ, ուղղակի այս դասերը, այս դասերը հանգարում են իմ ու քնի հավատարիմ հարաբերությանը։ Երբևէ ստել ես քեզ լավ ցույց տալու համար։ Մի կամ երկու անգամ այդ էլ փոքր ժամանակ։ Ընդհանրապես ստել քեզ լավ ցույց տալու համար այդքան էլ խորհուրդ չեմ տա, որովհետև վերջի վերջում միշտ ճշմարտությունը դուրս է գալու։ Քանի որ օրինակ եթե դու ինչ-որ մարդու ստում ես, որ դու սենց կռուտոյ բան մարդ ես, դու հետո երբ որ դուք իրար հետ մոտիկանում եք, ինքը հասկանում է, որ դա տենց չի, դու իրան խաբել ես ու այդ ավելի վատ է լինում։
Եղել է պահ, որ ուզել ես թողնել ամեն ինչ։ Այս 7 ամիսների ընթացքում վիդեո չէր եղել ու կարար հարց ձայքեր թեխի։ Իմ մոտիվացիան ընկել էր։ Ես հասկանում եմ, որ ես չպետք է մոտիվացիայով շարժեմ, ես պետք է դիսցիպլինայով շարժեմ, բայց դա իմ մոտ այդքան լավ չի ստացվում։ Երբ որ մենք նոր տեղափոխվեցինք Երևան, արդեն ես սովորում էի։ Ես որոշեցի, չգիտեմ, փակել Instagram-ը, TikTok-ը, իհարկե YouTube-ը չփակեցի, որովհետև չէի կարող։ Փակեցի, որոշ ժամանակ մտածեցի, հասկացա, որ ես առանց էս չեմ կարող։ Դրա հետո նորից հետ բացեցի ու մի խոսքով։ Ինչն ես ամենաշատը գնահատում մարդկանց մեջ։ Ես ամենաշատը մարդկանց մեջ գնահատում եմ իրար կողմից հավատարմությունը, անկեղծությունը, ազնվությունը, որովհետև դրանք շատ կարևոր հատկանիշներ են, որոնք պետք է պահվի նույնիսկ անծանոթների կողմից։ 2026-ին ինչ կոնտենտ ա մեզ սպասվում։ Սիրելիներս, ճիշտ ասած չեմ ուզում ապագան գուշակել, թե 2026-ին ինչ կոնտենտ ա մեզ սպասվում, ինչ ա մեզ սպասվում առհասարակ, կլինի այն ինչ կլինի, բայց կոնտենտի առումով եւ դուք եւս կարող եք մասնակցել, տեսանյութի տակ գրել այն ինչ վիդեո ուզում եք, օրինակ ինձ Instagram-ի դիրեկտով շատ եք գրում, որ հարց ու պատասխան արամ։ Սա էլ ձեր հարց ու պատասխանը, ես արեցի սա։ Մի խոսքով ես չգիտեմ 2026-ին մեզ ինչ է սպասվում, բայց լավ կլինի։ Որ վիդեոն է քեզ համար ամենաթանկը։ Ուշակեք մեկ անգամից։ Այո, Secret Santa-ն իմ YouTube-յան ալիքի լավագույն հաջողված վիդեոներից է, որ եւս շատ հաջողություն ապրեց, բոլորիդ կողմից շատ սիրվեցինք մեր ընտանիքը, ես, Դանիելը, մաման, պապան, մի խոսքով։ Այստեղ եթե դեռ չեք դիտել Secret Santa-ն, ստեղ միտեղ կթողնեմ, լինքը կարող եք սեղմել, գնալ նայել, բայց անպայման հետ կվերադառնամ, որտեղ ավելի հետաքրքիր է լինելու։ Մի խոսքով ինձ համար ամենաթանկը Secret Santa-ի վիդեոն է։ Որն է քո ամենամեծ վախը։ Եկեք նայենք այս վիդեոն։ Ես ինչից եմ վախենում։ Ես վախենում եմ բարձրությունից։ Որ ասեմ 20-րդ հարկի շենքից նայեմ ներքև, չեմ վախենում։ Բայց դրանից բարձր արագությամբ, ատրակցիոններ, սիփրաններ ես տառապում եմ։ Ես վախում եմ։ Այդ էլ մնացակ։ Դե ինչ, մեր հարցերը այսքանն էր։ Չգիտեմ ինչքանով լավ ստացվեց այս վիդեոն, բայց իմ վիդեոների մեջ կարևորը ամեն ինչ անկեղծ է։ Ես չգիտեմ դեռ նոր տարում երևի չէ, երևի նոր կոնտենտ դեռ 2025-ի վերջին չի սպասվի, քանի որ ես ինձ մոտ զաչոտների քննական շրջանը, նախ ժամանակս չի երիքի եւ հետո էլ մի խոսքով ցանկանում եմ շնորհավորել ձեր գալիք համանորը։ Ցանկանում եմ, որ 2026 թվականին կատարվի այն բոլորիդ երազանքներն ու նպատակները, որ մինչև այսօր չի կատարվել։ Ու ուզում եմ, որ բոլորդ հավատաք ձեր ուժերին, որովհետև դուք ամեն ինչ կարող եք։ Այո։ Ու մի մոռացեք լայքել այս վիդեոն, եթե մինչև այստեղ դիտեցիր այս վիդեոն, ապա կոմենտներում կարող ես դնել պլյուս։ Մի մոռացիր հետևել իմ ալիքին, լայքել, քանի որ ձեր աջակցությունը ինձ համար շատ կարևոր է եւ հիշեցնեմ, որ ես շատ կցանկանայի 2026-ը դիմավորել 1000 բաժանորդով։ Դե ինչ, ուրախ եմ, որ մինչև այստեղ դիտեցիր այս վիդեոն։ Կհանդիպենք, երբ կհանդիպենք։ Bye!